Վստահ եմ գիտեք, որ Հայաստանի արտաքին պարտքը Փաշինյանի կառավարման ընթացքում կրկնապատկվել է, երբ հարցնում են ինչ է սա այլ 8 միլիարդ դոլարը, ասում է զենք եմ գնել, հավատում եք։ Ոչ մի զենք էլ չի գնել, սա իրանց ջեբերն ա գնացել։ 3.5 միլիարդ փող իրանց դեկտեմբեր ամսի վերջին պարգևավճարներ սաղին տվեցին, միլիոններով։ Ինչ զենք ա արել։ Առաջինը մեր վարչապետը ոչ բանա գնացած է, ոչ էլ բանակից բանա հասկանում։ Չեմ հավատում, իրանց պարգևավճարներ ա տվել, ինչ ա արել։ Պարգևավճարներ։ Իսկ մի աղքատի ցույց են տալիս էլի ինտերնետում, աղքատները են պապիկը հազիվ քայլում էր, հազիվ աստիճաններով իջնում էր, կինը անկողնային, չէր կարում գնա, որ թոշակը ստանա, գցելա բանկային սիստեմ, չգիտես ինչ, արձերը չի տալի, իմ փողը թող իմ գրպանը մելնի, ես կիմանամ ինչ եմ անում, ես անխելք չեմ, լյուբոյ, թոշակառու էլ անխելք չի։ Ադարարած զենք այնակ աշխատել էլի վաղտին։ Ղալաթ հարե զենք հագնե, ոչ, ինչ զենք, թող տան, եկեք տանեմ ցույց տամ, ինչն ես ցույց տալու, որ 3 պեչատով զենք ես առել, դու չես առել զենք, դու բանակը սարքեցիր տարի ու կես, եւ սահմանները բաց ասում ես ազատությունա, մեզ պետք չի սալդատի սահմանի պաշտպանություն, պետք չի ինչի, իսկ ինչի է թուրք-ադրբեջանցի Ալիևը դիվանագետ է, Էրդողանը դիվանագետ են, կուպես ապուշ չեն, նրանք զորքը էլի ամրացնում են, նրանք էլի իրանց զինանոցները ամրացնում են, շատացնում են եւ ամեն րոպե պատրաստ են քու գլխին կտացնելու, իսկ դու բացի, սահմաններդ բացի, երկու դա մի զինվոր էլ չկա էլ, ում ես տանելու, տարի ու կես ծառայեն կան, ինչ անեն հետո, այս երեխեքը ափսոս են ուղղակի, որ գնան այդ պայմաններում Սևանում բերեցին, պաժար տվեցին, ով չի հասկանում էլի, 20 երեխու պաժար տվեցին, վառեցին իրանց կեղտերը թաքցնելու համար, ախր դե հերիք ա էլի, որ մեկը թվարկեմ։ Ես ամեն ինչին ուզում եմ հավատամ, բայց բաներ կա, որ շատ դժվար է հավատալը։ Ես սիրում եմ մարդկանց, որ ճիշտ են խոսում։ Չգիտեմ, չեմ հավատում։